Հայաստանը մի նոր ամուր քարով է ամրապնդվում։ Ես հավատացած եմ եւ հավատացած եմ, որ Մխիթարյանների եւ Մնացականյան, այո, մեր մնացականյանների բարեկամությունը կլինի այնպիսի մի օրինակ, որից շատ մարդիկ կարող են իրենց համար օգտակար բաներ κάνել։ Ոչ թե բարեկամներ բարով եք եկել բոլորը։ Մեր բարեկամության կենացը Շահաշիկի եւ Լարնաշենի Սարակյան եւ այս մեր բարեկամության կենացը, մեր դորացնող բարեկամության կենացը։ Հա, ես բանը մոռացա։ Ես ուզում եմ, որ Հակոբյան Բրեժին նկատեցի հետև։ Հակոբյան, ըսում եմ այդ ռեգիոնում ինձ փոխարինեք, եթե դժվար չի։ Հովանեսյան չխմիս։ Մերկոնի բալբերով մի հատ լավ ետ։ Չեմ երկում։ Լավ ետ։ Come on,
ինձ թվում է մեր բոլորի ասված խոսքում չնայած քանակով շատ խոսք չասվեց, ամենադեպս որակյալ խոսք ասվեց, կարևորը դա է, որ այդ խոսքում զգացվեց այն հավատը, այն հույսը, որ կա երկու բարեկամության միջև, միմյանց տեսնել միշտ լավ, միմյանց տեսնել միշտ առողջ եւ վստահ լինել վաղվա օրվա նկատմամբ, դա ամենակարևորն է ինձ թվում է։ Անուշ լինի, նորից եմ ասում։ Եվ այսօր ես ուզում եմ անցնել մեր այս շատ ուրախալի արարողության հիմնական թեմային, չէ՞ որ մեր ուրախության, այս համընդհանուր ուրախության առիթը մեր նորապսակներն են։ Ես ուզում եմ սրտանց խմել մեր ծաղիկների, իրոք ծաղիկների կենացը։ Հայ ժողովուրդը մի լավ ավանդույթ ունի, խմել ծաղիկների կենացը։ Ծաղիկ ասելով արդեն ամեն ինչ կարելի է հասկանալ։ Ծաղիկներ ողջ լինեք ձեր կենացը։ Ես չեմ ուզում, որ սա որպես պատահական խոսքեր հնչեն, չէ՞ որ այս խոսքերը հիմա շաբաթ օր է, հարսանյացում օր, ուրախության օր, ասվում է տարբեր առիթներով, այսինքն նույն առիթով տարբեր վայրերում, եւ ինչքան շատ են ասվում խոսքեր։ Բայց այդ խոսքերի տակ ինչքան մեծ ֆիլիսոփայություն կա։ Մարդիկ, որ այդ խոսքերը հնարել ասում են, դա պատահական չի։ Ես ուզում եմ ասել մի բան։ Խոսքը, որը պիտի ասվի, պիտի սրտից բխի, հոգուց բխի։ Ես ուզում եմ խմել ձեր կենացը սրտով, այն սրտով, որով որ ճանաչում եմ, ասենք, մեր Լուսինեին, ճանաչում եմ ամբողջ Մխիթարյանների Գերդաստանին, որի մի ծիլն ու ծաղիկը մեր սիրունիկ հարսիկն է, որ այսօր Վալոդյա ջան կանգնած է քո կողքին։ Դու պակաս սիրուն տղա չես, շատ սիրուն տղա ես, ապրես։ Ես ուզում եմ, որ միշտ քեզ այսպես տեսնեմ, միշտ այսպես թար, բայց ես ուզում եմ երկու խոսք ասել, որպեսզի մեր նոր բարեկամները համոզված լինեն, որ այստեղից իրոք շղարշիկից մի ծաղիկ են տանում, մի հոտավետ ծաղիկ, որը իր բուրմունքը կպահպանի իր ամբողջ կյանքի ընթացքում, իր բուրմունքը ոչ միայն կպահպանի միայն իր համար, այլ ձեզ համար, ձեզ կտա այն ամենը, ինչ որ դուք սպասում եք իրենից, եւ դեռ մի բան էլ ավելի։ Ես հուսով եմ, որ մեր ծաղիկները իրանց դեռ կարդարացնեն եւ մեր Վալոդյան մեզ համար կլինի ոչ թե փեսա, լոկ փեսա, ես այդ բառը այնքան չեմ սիրում, չգիտեմ ինչու, երևի ես էլ եմ փեսա դրա համար, չգիտեմ, բայց ամենադեպս Վալոդյանը մեզ համար կլինի որպես հարազատ զավակ, մեր Գերդաստանի, մեր հող ու ջրի իսկական զավակ, իսկական որդի։ Ծաղիկներ ողջ լինեք, Քավոր ջան ողջ լինեք, նորապսակների համար դա մի ուրիշ խորհուրդ ունի, դուք պետք է նրանց համար լինեք այն ինչ որ մենք ենք սպասում։ Ես ուզում եմ ծաղիկների կենացը ողջ լինեք, ընկերներ, ես ուզում եմ, որ համընդհանուր լինի այս ուրախությունը, ես ուզում եմ, որ լավ բնութագրեք, լավ կարողանաք ասել այն, ինչը որ բխում է սրտից։ Մխիթարյաններ, ես ուզում եմ ասել, հալալ լինի, որ կարողանցել եք այսպիսի դուստր մեծացնել, այսպիսի որդի, այսպիսի զավակ։ Լուսինե ջան, քեզ միշտ կանաչ ճանապարհ, ծաղիկներ ողջ լինեք, ձեր կենացը։ Երեք իբր նկարել։ Խմես Հարությունյան։